Փաշինյանի իշխանության գլխավոր ձախողումը վերջին 7 տարվա մեջ ո՞րն եք համարում։ Անհանդուրժողականության մթնոլորտը կառավարման համակարգում ծրագրեր չունենալը, նաև մտածում եմ, որ ինչ որտեղ նա ձախողվել է հատկապես մեկ անձի շուրջը իշխանություն ձևավորելու այդ գաղափարը խորհրդականների համակարգ եւ այլ կարծես չի գործում։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չգիտեմ, տարիքով կին եմ։ Ջահել են հարցել։ Իրա թուլությունը եւ շատ մարդասիրական գտնվելը։ Դա ձախողում է։ Այո, ինչի՞ չէ։ Երևի հայրենիքի հարցը։ Այսինքն Արցախի հանձնումը է։ Այո։ Ոչ մինը, վաղ լավ է ելել։ Հո, ձախողում չկա չէ։ Ու ես իրան եմ բալետանում մեր գյուղացի լրիվ օձունը։ Կարակ հաղորդիկ։ Օձունն իրա կողքին կանգնացավ։ Ես էլ նույնը։ Իսկ Արցախի կորուստը ձախողում չեք համարում։ Արցախի կորուստը ինչ կապ ունի դրա հետ։ Արցախցիները կրվել են պատերազմը։ Հետո ռուսը վերակալել տվել Ադրբեջանին։ Այս սաղսել գիտենք։ Որ Պուտինն ու Ալիևը իրար հետ մաֆիայի մեջ են, նրանք այդ գործողությունն անեն Հայաստանով, որ նրանց դեմ կարենա կանգնի։ Էլավ ազիս է։ Դուք ուզում ում կրանն ուզում եք, ես Փաշինյանի կողմն եմ 1000%։ Երևի ձեր կողմնակից եմ արդեն։ Օրինակ մեզ մի մարդ հարկա, որ մի պրեզիդենտ, որ ժողովրդին լավ նայի, Հայաստանը լավ պայի, կրախից ազատի։ Ինձ համա մեկ ով ուզում է ըղնի, ուզում է Փաշինյանն, ուզում է Փաշինյանի մորքուրի տաղենալի, ընքան որ հայ ազգը լավ ապրի, կարեն ապրի, ես ինչ է, պրոստը հենց նեն շնչում ենք էլի, այ բելը։ Ազիզ ջան, ես մի քեզ ասեմ, Փաշինյանը ինքը սուտխոսան մարդ է, ինքը որ եկել էր Ալավերդի, ես ինքս միկրոֆոնը վերցրել եմ իրա ձեռքից, մեր ընդեղ են եկեղեցու մոտ ու իրան ասել են, որ ձեզ եմ ընտրում, որպիսի դուք գոյնայից երգիրը փոխեք, տեսնենք ինչ ա լինում։ Փաստորեն ինքն էլ բոլորից էր վատը, բոլորից։ Ինքը ձեռը դրեց դոշին, խոստացավ, որ ես իրան բացատրեցի, որ ինչի պիտի ինձպես 5 երեխատեր մայրերը 63-ում գնան թոշակի, քանի որ կոմունիստական տարիներին 50 տարեկանից էին գնում աղջիկ ջան։ Ինքը ձեռը դրեց դոշին, խոստացավ, որ եթե ես ընտրվեցի, ինչա ձեր անունը, ասի Գոհար, ասավ անպայման ես այդ 5 տարին հետ կգամ կոմունիստների պես, այո 58 տարեկանում բազմազավակ, մայրերը թոշակի կընգնեք, բայց ինքը իր խոստումը չկատարեց, իմ ոտքն էլ մեքենայի տակ գծեցին, ես դառա ինվալիդ աղջիկ ջան ուսոր, ես հաշմանդամության թոշակ եմ ստանում։ Փաշինյանը իր այդ քպեները սաղ սատկեն, ոչ մեկը չմնա, ոչ մեկը, ու խնդրում եմ, ինչ որ խոսում եմ, չկրճատես, ինչ որ ասում եմ, էդ էլ ցույց տուր, թող տեսնեն բոլոր երգիրը, ինքն էլ հետը, որ մի ստախոսն էլ ինքն է, նույն իր այս ամբողջ մեր Ալավերդու քպայի կազմը, այդ տականքները, մարդ չեն, թող ջնջվեն, գնան ջահանդամեն մեր երգրիցը, մի խելացին գոյնա նստի, այս մեր աճող սերունդը մեղք են, մեղք աղջիկ ջան, գոյնա այս ժողովուրդը մի քիչ ժժվժան, 30,000 դրամով, մարդը դեղ կարնի, սնունդ կարնի կուտի, դա ինչ թոշակա, իրանք կբավարարվեն, որ մեզ այդ բաներին, հաշմանդամներին, տո այդ թոշակառուներին դարձրել են, աղքատ, չքավոր, ճամփա է սպահում, որ տական քաղաքապետան ու մի հետ սնունդ դլի, այդ տան թե չտան կռիվ անես, որ օրինակ հաշմանդամության թոշակ եմ ստանում, խի չես ինձ տալիս։ Խի պտի մենք այնքան թոշակ չստանանք, ովքեր են դրանք, որ դու նրանց ձեռին նայես, որ դու հաշմանդամության թոշակ ես ստանում, քեզ օգնեն։ Ինչ ձեռնարկելա դա ձախողում է։ Որևէ ձեռքբերում չեք տեսնել։ Ոչ։ Պատերազմը, Լեռնային Ղարաբաղը, մեր հայրենիքի կեսը կորցրել ենք, մեր ժողովուրդն էլ հետ են կորցրել։ Կար են զենք առնեն ու սիրուն ձևով
պաշտպանեն երկիրը, բայց հակոթայներ պետք է չարան, մոսվորեր պետք է չարան, հրթիռեր պետք է չարան։ Հա, այդքան գումարով 1 միլիոն հատ հրթիռ կային առեն, բայց չարան։ Սա իրանց գրպանը մդրին փողը, իրանց մարքեվատրում տվին, իրանց նորմալ, իրանց ժողովրդին ոչ թոշակ են տալի, նորմալ, ոնց է աշխատանք ունի ժողովուրդը պարա մանակալի։ Ու սովյա մատնեմ ժողովուրդը։ Հա, ինձ 39,000 դրամ թոշակ է տալ, դանով ինչ, առաջի կարգի հաշվանդամ եմ կռվել մասնակից եմ։ Հա, դանով 8 տարվա ստաժը սոցիալբաժնումա, ասում եմ պետք է 10 տարվալի, որ ես քեզ բանա ավելացնեմ։ Ես 2 տարվա ստաժը որտեղ ճարեմ, որ դնեմ։ Ինչով ոչ մի բանով մեր ժողովրդին չօգնում, ոչ պահում մեր ժողովրդին ինչով։ Ավելա ես իր հրաժարական եմ բացում ժողովրդի հետ։ Դրանում եմ մի տայել ինձ ապրես։ Ձախողումը։ Ձախողումը սաղ ձախողումա որ մինն ասես։ Որ մինը, որը չի ձախողում։ Հմել ընկելա եկեղեցու դեմ էս պատերազմը քթներից տակի։ Ոբշեմ չեմ ուզում դրանից խոսամ էլի ռադարել։ Ազես ես այս քաղաքականությունից շատ հեռու եմ։ Լավ էլի։ Ես որ ասեմ կոպիտ եմ ասում։ Դե մեկը նշեք, որն է, օրինակ ձախողում։ Ինքը իջամբ ձախողակ մարդ է։ Եթե մի մարդ սեպեցին չունի, նորմալ ընտանիք չունի, այն մարդը չի կարա նորմալ լինի։ Չեմ կարա ոչինչ բան ասեմ։ Այդ ցավը տանեմ հերու տար։ Մեր երկրի կամաց վատ լինելա։ Քաղաքական տեսակետը։ Տնտեսականն էլ ասելու չի։ Իսկ ձեռքբերումները, ինչի ոչ ձեռքբերումները սկզբից։ Լավ ձեռքբերումները ասեք։ Ժողովրդավարություն, մեր կյանքի մակարդակը բավականին բարձրացել է, բացասական բաները ավելի քիչ են, շնորհակալություն։ Իսկ ձախողում։ Մանր մուներ։ Դե չեմ ասի, որ չկա, բայց լավերը ես ավելի շատ եմ տեսնում ու ցանկանում եմ ավելի լավ բաներ անեն։ Իմ հայազգ ուզում եմ անկախ Հայաստան լինի։ Մենակ իմ խնդրանքն է իմ հայազգս միասնական դառնալ, որ կարանք մեր երկիրը պահենք։ Ուրիշ ու ինձ համար ուզում է Փաշինյան եղնի, բայց ժողովրդի սիրող եղնի։ Ուզում է նոր թող մեկին, որի սիրում է իմ հայազգս, թող ընտրեն, ես քաղաքական գործերին եմ ասում, չեմ մասնակցում, ուղղակի խնդրում եմ այն ձևի ղեկավար եղնի, որ իմ ազգիս սիրի, ոտքի հանի իմ բանակս, որ մենք ամոթ խայտարակ ենք խերել, հետ եմ ուզում։ Ասես մենք Վրաստանցի ենք, եթե հայերը գոհ են Իրանից, մենք էլ նույնպես, մենք էլ ենք հայ, չգիտեմ, մենք ուզում ենք լավ ապագա, կռիվ չի լինի, հաշտվեն, ամեն ինչը նորմալ լինի, մենք դա ենք ուզում։ Ոյ, ոչ մի բան մեկ ասի։ Ոչ մի բան։ Ոչինչ չի եղել ձեռքբերում։ Ոչ մի ձեռքբերում։ Ես 44 օրյա պատերազմին մասնակցել եմ, քեզ թվում է ինչ կասեմ։